Սիրելիներ, այսօր անձրևոտ ցուրտ եղանակ է։ Ցուրտ։ Ողջույն, չէ, ողջույն չի։ Բարի լույսիկ շատ սիրելի հետևորդներ ջան, որովհետև առավոտ է։ Բարով եկեք էլի մալիկ, օրհնյակ օր լինի բոլորիս համար, բոլորիս ընտանիքներում սիրելիներս։ Ոնց եք, դե հույսով եմ, որ լավ եք սիրելի հետևորդներ ջան։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Ճիշտ է, մի քիչ գործ ունեի, այդ ամանչամանը կսրբեմ, կվերցնեմ ու կանցնենք մեր առօրյա գործին։ Ինչ ենք պատրաստելու։ Ուրեմն այսօր պատրաստելու եմ մի հատ շատ հետաքրքիր, ոնց ասեմ, հաց ենք թխելու, բայց սոխարածով հաց։ Դե խմորը կպատրաստենք, հետո կբացենք, հետո կերևա, որ ոնց ենք անելու, ինչ ենք անելու, սիրելի հետևորդներ ջան։ Դե հիմա գնանք խմորը պատրաստենք, հետո հարգելիներս, թե մեր հացը արդեն պատրաստ է եւ կտրեցի։ Հիմա կհամտեսենք, կտորը կկտրեմ այստեղից։ Ուրեմն հարգելիներս, այս է մեր պատրաստած կաղամբը տապակած, որ ասեմ շատ համեղ է եղել։ Հացը ծայ բուրում ենք անում սոխարածի հետ միասին եւ վայելում ենք։ Սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ շատ համեղ է։ Վայ շուտողին թազա հաց, նոր թխած հաց եւ նոր պատրաստած կաղամբի տապակա։ Վայ շուտողին։ Սիրելի հետևորդներ, հենց ասենց էլ որ ուտենք, սոխարածի մեջը, ասեմ, որ շատ համեղ է։ Այս ծայրամասնա մեջը այդքան չկա, բայց այս կենտրոնից կվերցնենք։ Սրա մեջը կա։ Առանց կաղամբի տապակի է, շատ համեղ է։ Շատ համեղ է ստացվել։ Սիրելի հետևորդներ, հաց եք պատրաստում, բայց սա այս սովորական հացը չի։ Այս հացի հետ ուրիշ բաներ ենք խառնել։ Դե գնացինք սիրելիներս, ինչա մեզ հարկավոր։ Հարկավոր է 1 բաժակ տաք ջուր, եռման չէ, լիգորից մի քիչ տաք, որովհետև եղանակները սառն են։
Մեկ ճաշի գթալ։ Մեծ ճաշի գթալ չէ էլի։ Ճաշի գթալից մի քիչ այսպես փոքր։ Դրոժապետք։ Առայժմ խառնեմ ջրի հետ։ Կլցնենք ալյուրը, ինչքան որ կլցնենք բուսայուղ, երևի 2-3 ճաշի կթալա երևի։ Չեմ չափել, հետստենց աչկաչափով լցրել եմ։ Ալյուր եմ լցնում, ալյուրը պաչկով եմ առել, չեմ մաղում, որ չհերիքի, հետո աղն ենք լցնում, մեր թեյի կթալ։ Սա էլ ենք դնում մի կողքի վրա, որ մեզ չխանգարի, ու խառնում ենք։ Սիրելի հետևորդներ, խմորը պատրաստելուց հետո նորից կմիանա։ Հարգելիներս ալյուրը շատ լցրեցի, մի կես բաժակ ջուր ավելացնեմ։ Որտեղ ալյուրը շատ լցրեցի, ոչինչ չի խանգարում։ Արդեն եկավ իր սովորական խմորի տեսքին։ Ոչինչ պետք չի ավելացնել, սովորական խմոր ենք ստանալու։ Սիրելի հետևորդներ, հետո նորից կմիանանք, արդեն ձեռքով պետք է հունցել։ Ուրեմն հարգելիներս, խմորը պատրաստ է, կփակենք, հատ էլ լավ կծածկենք, մինչև հասունանա, նորից կմիանանք։ Հարգելիներս, մինչև որ մեր խմորը պատրաստ կլինի, մենք պատրաստում ենք կաղամբով տապակա, որ ասեմ շատ համեղ է ստացվում, իմ մոտ չեք պատկերացնի։ Մեր ռուսերեն ասած տուշիտ ենք անում, որ այս հացի հետ համտեսենք։ Դե մինչև որ սա պատրաստ կլինի, կթխվի, մենք պատրաստ ենք կաղամբով տապակա, տապակած կաղամբ։ Դե գնացինք։ Սիրելի հետևորդներ ջան, պատրաստեցի, պատրաստում եմ, շշկրվեցի, ոնց որ ասեցի, կաղամբով տուշիտ եմ ուզում պատրաստեմ, մտքովս տենց անցավ։ Ուրեմն կտրտել եմ 2 գլուխ սոխ, գազար, կաղամբը և լոլիկը։ Հիմա գնացինք։ Հիմա ավելացնում եմ յուղը։ Յուղն ավելացնում, սոխն ու գազարն եմ իրար հետ լցնում, սիրելի հետևորդներ։ Լավ տապակվի իրար հետ։ Ասերանը հարգենք, որ տապակվի։ Մի հատ լավ տապակվի, նոր մնացածը կավելացնի։ Հարգելիներս, սոխը պետք է շատ լինի, որ համտա կաղամբի, ոքի լավ իմաց։ Փակում ենք, թողնում ենք էլի տապակվի։ Տակը մի քիչ դանդաղացել է, ուրեմն համեմունքներից ավելացնում եմ մի քիչ աչիկա, հլատնամ կծույա, թե չէ։ Չէ, կծու չի։ Մեր թեյի գթալ, աչիկա ավելացրեցի, արամատ է տալիս։ Իսկ սա կծույա, մի քիչ կգցեմ,
Ինքավոր արամասա։ Ուրեմն մի քիչ չորացրած ռեհան եմ լցնում, որ համտա։ Իշտակ ուժացնում երևի։ Իմ սիրած ունական համեմուքը Ռիգանի է, անուններ եմ մոռացել, Ռիգանի թե Ռիգանի է հա ոնցո, սպա կլի, անուններ եմ մոռացել, ենքան չեմ օգտագործել, եկար մի պղպեղ, սև պղպեղ հետո խմելի սունելի հետո կավելացնեմ, հիմա ստեղ ավելացնում եմ կտրտած լոլիկը, ավելացնում եմ լոլիկը, ասա որ լոլիկը պահածոյացված է, հենց սնին սարեցրել էինք, իրան համը տեղնա, լոլիկի համը տեղնա, միջը ասեք համ չունի, այ հիմա աստեղ կավելացնում կարմիր պղպեղ, Իհարկե տունը տոմատի մածուկ չկա, եթե մածուկ լիներ տոմատի, էդ էլ կավելացնի, բայց չկա։ Հանկարծակի որոշեցի, որ պետք է սարքել։ Մեկ էլ խմելի սյուների չմոռանամ, ամենուկներից։ Մի քիչ էս տապակի հետո լցնենք կաղամբը։ Անգելիներս հիմա տակը ծածրացրեցի, լցնում եմ կաղամբը, տրտած կաղամբը։ Տակը դանդաղեցնում ենք, որ ինքը դանդաղ, ինքն իրանով, լոլիկի հյութով տապակվի։
չենք վրազում, դանդաղ թողնում ենք տապակվի։ Վարեցինք մի լավ, մի քիչ էլ աղ ավելացնեմ։ Մի քիչ հետո որ պետք կլինի կավելացնենք։ Արգելիներս որոշեցի մի քիչ ջուր ավելացնել, որովհետև հետո հիշեցի, որ կաղամբը աշնան կաղամբ է, թազա կաղամբ չի, թազա կաղամբի պետք չի, որովհետև ինքը համարյա ջուր է։ Դրա համար նա պետք չի որ ջուր ավելացնենք։ Իսկ սա շատ պինդ կաղամբ է։ Դրա համար ջուր հարկավոր է, մի քիչ, շատ չէ, մի քիչ, տաք ցածրացնում ենք ինքն իրանով և արգելիներս մի քիչ թարմ կանաչի եմ ավելացնում։ Ճիշտ ասած, ես միշտ նախատեսում եմ մաղադանոսը, բայց մաղադանոս չկար, համեմ էր, համեմը լցրեցի։ Մաղադանոսի համը ուրիշ շայր լինում։ Ինչ որ տանը ճարվում են կարող եք լցնել, համարյա եփվել է, բան չի մնացել։ Հատ էլ էս աղի համը կտեսնենք, սիրելի հետևորդներ ջան։ Սա մի հատ դնեմ ստեղ, հովանա, համը տեսնենք, բայց ես մնացածը հլաթող մի քիչ էլ կանաչի թարմը լցրեցի և մի 5 րոպեից արդեն պատրաստ կլինի։ Հարգելիներս եփված պատրաստ է։ Շատ համեղ է ստացվել սիրելիներս, համ տեսեցի, աղի համը լրիվ համը տեղը տեղի։ Հիմա ականջատենք, թող հանգստանա, որ հանգստանա ավելի համով է լինելու։ Սիրելի հետևորդներ, մեր տապակած կաղամբը թողել եմ մի քիչ սառել է, ուրեմն չեք պատկերացնի ինչքան համեղ է, սիրելի հետևորդներ ջան։ Շատ համեղ է ստացվել։ Սպասի մի կտոր լավաշ բերեմ։ Ընդհանրապես ես հաց չեմ օգտագործում, մեկ լավաշ եմ օգտագործում, շատը առանց հաց եմ ուտում, բայց այսպես կարելի ասեմ ձեռքով, այսպես բռնել, սենց անել և ուտել։ Լայք շուտով են։ Սիրելի հետևորդներ ջան, խորհուրդ կտամ, որ դուք էլ պատրաստեք։ Նայեցիք տեսակ, չէ, ինչ համեմունք ես ավելացրի, նույն ձևով էլ դուք եք ավելացնում ու կտեսնեք համից չեք կշտանում, բայց աշխատեք կանաչ կաղամբ գտնեք, էլ ես աշնան կաղամբը, որ խանութները ստացել են ու չեն փոխվել, դրանք մի քիչ պինդ է, պետք է անպայման մի քիչ ջուր ավելացնես, որ եփվի։ Հարգելիներս, այդ հացը որ թխելու եմ, սոխառած է պետք, առաջին անգամն եմ պատրաստում, տեսնեք ոնց է ստացվում, եթե լավ եղավ, դուք էլ կպատրաստեք, տեսնեք ձեր մոտ ինչպես է ստացվում։ Սոխը կտրտեցի, պատրաստեցի, հիմա սոխառածը պատրաստենք, որ պատրաստ լինի։ Սիրելի հետևորդներ, յուղը դրեցի։ Սա սոխն կլցնենք։ Մի քիչ ես սոխը շատ եմ սիրում, դրա համար մի գլուխ սոխ եմ կտրել։ Եթե դուք ուզենաք պատրաստեք,
Սող շատ չեք սիրում, կարող եք քիչ լցնել։ Կարող ասկի դուրները չկա, չպատրաստեք էլ։ Թողնեք սոխառածը լինի։ Թողնենք լավ փափկի, չենք թողնելու ռոզվիանա, այնքան որ ինքը փափկի։ Տակը մի քիչ ցածրացնենք ուժեղ ամոռացել էի, թե չէ արդեն ուզում է կարմրի մարմար փափկի։ Համարյա արդեն պատրաստ է, տակը կանջատենք, որ ինքը հովանա սրելի, տակ-տակ չենք լցնելու խմորի վրա։ Անջատեցինք տակը, սես կթողնենք։ Հարգելիներս, դե արդեն խմորը պատրաստ է, մի քիչ բուսայող սեղանին գցենք, որ չգտնի սեղանից։ Բաժանենք 2 գնդի, խմորը փափուկ է շատ, ասպես էլ պետք է, ոչինչ, հացը ավելի փափուկ կլինի, այսպես վրա ենք բերում, գունդ ենք պատրաստում, Այս մեկը ոնց որ փոքր է, էսի ոնց որ փոքր է, սրանից պետք է կտրեմ մի քիչ, դնենք այս մեկի վրա։ Սել հետևորդներ ճապ, ծուր լավ է, մի քիչ ոչինչ ես կոմենքում, հիմա ինչ ենք անում սել հետևորդներ ճապ, ջեռուցի տապակի մեջ, խմորը դնում եմ, ոտիկ բերեմ, որ երևա, խմորը դնում եմ, բացում եմ, երկերով բացում եմ, քիչ եմ պատրաստում, որովհետև կարող է տնեցիք չուտել սոխառածով, մնա իմ վրա, და ես սիրում եմ, ինձ համար հարց չի դա, այսպես բացում ենք լավ, ու դնում ենք հասունանա, դնելու եմ ջեռուցը, հիմա ջեռուցը կմիացնեմ, կմիացնեմ 50 աստիճանի տակ, որ մեր խմորը բարձրանա։ Երեսն ծածկի, ոչ չորանա։ Այսպես։ Հիմա դնում եմ ջեռուցը, որ հասունանա, էմյուս գունդներ կբացեմ։ Հարգելիներս, դե արդեն ժամանակն է, որ ուղարկենք թխելու։
Հիմա այս սոխառածը այսպես լցնում եմ խմորի վրա։ Ու տարածում ենք։ Երևի առաջին անգամն եք տեսնում սա։ Ես միտեղ կերել եմ, սարքել էինք, կերել եմ, իսկ դուր եկավ, մտածեցի, որ ինչի՞ չէ, ես էլ կարող եմ պատրաստել։ Դա կոչվում է սոխառածով հաց։ Վերնագիրը ըտեց կդնենք։ Հիմա մնում է, որ ես մյուս խմորը վերցնենք, դնենք իրա վրա։ Ճիշտ տեսեք ինչ եղավ, բասի ոչինչ կդզենք։ Խմորը էլի դզվող է։ Մի րոպե ձեռքերս մի քիչ կանանում ձեթոտ եմ, որ խմորը չկպնի։ Կարողանանք դասավորենք։ Մի քիչ թղթից հակպել։ Ուղղակի պետք է խմորը ես չբացեի, այդ շատ քիչ պետք է բացեի, որ հեշտությամբ տեղավորեի այս մեկի վրա։ Չնայած եղավ, պրոբլեմ չկա, շատ լավ էլ ստացվեց։ Հիմա կողքերանքից այսպես կփակենք, որ հանկարծ սոխառածը դուրս չգա։ Այսպես կփակենք։ Կկպցնենք էլի այսինքն։ Այսպես սիրուն հիմա այսպես բացում ենք։ Բայց մեջտեղը բարակ էր եղել, կողքերանքը հաստ եղավ։ Դե ոչինչ, խմորը։ Հիմա կուղարկենք թխելու սիրելի հետևորդներ, նորից կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, սա էլ մեր հացը, ասեք ոնց է լավ էլ թխվել է։ Այս էլ կտրած ժամանակ, տեսեք ինչ տեսքում է, կտրած սոխառածը մեջտեղը։ Հարգելիներս, համտեսում ենք, շատ համեղ է ստացվել։ Մեր տապականն էլ է շատ համեղ եղել, հացն էլ է համեղ թխվել սոխառածի հետ միասին։ Վայ չուտուղին։ Կարելի է և կանաչի ունենք, պանիր ունենք, կարող ենք կանաչի հետ էլ, պանիրի հետ էլ ուտել, այսենց, ես սիրում եմ սոխ ուտելը, և թարխուն ունենք, այսօր կանաչիից բոլ ենք։ Ուտենք, վերջացնենք նոր։ Սիրելի հետևորդներ ջան, դե եթե ձեզ դուր եկավ, դուք էլ պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում։ Մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում սիրելիներս, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել,
Սեղ մեր զանգակոճակը գրվել ձեր մեկնաբանություններում։ Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, սրտիկների համար, ովքեր որ են անում ոչ են, բայց նայում են նրանց եմ շնորհակալ, բայց կարևորին է բաժանորդագրվեք սիրելիներս։ Դե ինչ ասեմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։